Վերջին շրջանում հայկական շոու բիզնեսյան աշխարհում ամենապահանջված, ամենասիրված ու ամենաքննարկվող աստղերից մեկը Տաթև Ասատրյանն է, ով բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել։ Երգչուհի Տաթև Ասատրյանին շատերը հիշում են հանրային հեռուստաընկերության ամենակարող երգիչ հեռուստաշոուից, որտեղ նա գրավեց առաջին հորիզոնականը։ Այդ ժամանակվանից սիրվեց նրա երգերը, բայց ավելի լայն տարածում գտան հատկապես Երևան և «Տուն իմ հայրենի» երգերի կատարումները, որոնք ամենատարբեր հարթակներում ունեն միլիոնավոր դիտումներ։ Իմ կարիերայի սկիզբը եղել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագիծը, բայց ավելի ակտիվ գործունեությամբ սկսել եմ զբաղվել, երբ հաղթող ճանաչվեցի ամենակարող երգիչ հեռուստանախագծում, հանրային հեռուստատեսության եթերում և կարելի է ասել այդտեղից էլ սկսել եմ ավելի հայտնի դառնալ լայն լսարանի մոտ, իր հարցազրույցներից մեկում նշել է Տաթևը։ Իսկ երգիչ Ռազմիկ Ամյանի հետ կատարած զուգերգերն էլ կարծես ավելի են ամրապնդել երգչուհու դիրքը երաժշտական ասպարեզում։ Չնայած նրան, որ երգչուհին արդեն բավական տևական ժամանակ է ինչ գործունեություն է ծավալում, այնուամենայնիվ հարցազրույցներով հաճախակի չի ներկայանում և տևական ժամանակ հնարավորինս փակ էր պահում թե ընտանեկան, թե անձնական կյանքը։ Երգիչ Ռազմիկ Ամյանը իր հարցազրույցներից մեկում Տաթևի մասին խոսելիս նշել էր, որ երգչուհու ընտրյալը պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանն է։ Ռազմիկի այս բացահայտումից հետո են միայն Տաթևն ու Նարեկը սկսել համատեղ հրապարակումներ անել, կրկին բավականին հազվադեպ։ Տաթև Ասատրյանի ամուսինը Նարեկ Ստամբոլցյանն է, վերջինս նաև երգչուհու պրոդյուսերն է։ Նարեկը նաև հանդիսանում է Տաթև Ասատրյանի երգերի և երաժշտության հեղինակը։ Նշենք, որ բոլորովին վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը։ Համերգի ժամանակ երգչուհին պատմել է իր կյանքից հետաքրքիր և հուզիչ դրվագներ։ Երգչուհին պատմել է, որ փոքր ժամանակ կյանքը դժվար է եղել, քանի որ տատիկի մահվանից հետո միակ խնամակալը մայրն է եղել, ով վատառողջ է եղել և ի վիճակի չէր աշխատելու։ Տաթևի խոսքով իրենց տան ապրուստի միակ միջոցը իր երգելն էր, երբ նա դեռ ընդամենը 8 տարեկան էր։ Անգամ գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը։ Հիշում եմ իմ հաղթած առաջին մանկական երաժշտական մրցույթը, որի ստացած դրամական պարգևով էլ գնեցինք մեր տան փայտի վառարանը։ Այդ տարիներին կային մարդիկ, ովքեր ինձ շատ են օգնել, համերգի ժամանակ պատմել է երգչուհին, ապա անակնկալ է մատուցել իր համար հարազատ մարդու՝ Մարիամին, իր կողքի հարևանուհուն, ով աշխատում է հացի փռում։ Երգչուհին հարևանուհուն հացի փուռ է նվիրել, այդ քայլով հայտնելով իր երախտագիտությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Տաթևը շատ հազվադեպ է մասնակցում հարցազրույցների, նա իր կյանքի պատմությունը ամեն հարմար առիթով չէ, որ ներկայացնում է, սակայն հանրությունն ու երկրպագուները ունեն շատ հարցեր, հատկապես անձնական կյանքի հետ կապված։ Տաթևն ու նրա ամուսինն արդեն 9 տարի է ինչ միասին են, սակայն դեռ երեխաներ չունեն։ Այս մասին Տաթևը խոսել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։ Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. «Ժամանակ չկա։ Հիմա ես երեխա եմ, դեռ մի քիչ մեծանամ, նոր կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այնքան ժողովուրդ է սպասում։ Պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ։ Առաջինը ունենում ես, ասում են՝ բա երկրորդը երբ ես ունենալու։ Չունես, հարցնում են՝ երբ ես ունենալու։ Դրա օրն էլ կգա», ասել էր Տաթևը։ 2023 թվականին հեռարձակվեց «Ես կամ» հաղորդման հերթական թողարկումը երգչուհի Տաթև Ասատրյանի և 10-ամյա Նժդեհի մասնակցությամբ, որն անտարբեր չթողեց ոչ ոքի։ Հաղորդումը իսկապես հուզիչ էր ստացվել, իսկ Տաթևի և Նժդեհի անկեղծ խոստովանությունները էլ ավելի մեծացրին համակրանքը նրանց երկուսի նկատմամբ։ Հանրությունը տևական ժամանակ շարունակում էր քննարկել հաղորդումը, ինչպես նաև ջերմ մեկնաբանություններ էր թողնում Տաթևի և Նժդեհի հասցեին։ Նժդեհի տատիկի մահվանից հետո հանրության հետաքրքրությունը երեխայի հանդեպ մեծացավ և շատերն էին անհանգստացած նրա ճակատագրով։ Հենց նույն օրը Տաթև Ասատրյանը Նժդեհի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, հայտնելով, որ վերջինս իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։ Այս կարճ ժամանակում Տաթևն ու Նժդեհը անչափ մտերիմ հարաբերություններ ձեռք բերեցին։
Նժդեհը շատ լավ է հիմա, փառք Աստծո, շատ լավ է սովորում, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ և նրանք դեմ են որդեգրմանը և երկար տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, արդեն պապան հետևում է երեխային, նրա հետ է ապրում իր ցանկությամբ, դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, իր խոսքում նշել է Տաթևը։ Երգչուհին պարբերաբար համատեղ հրապարակումներ է անում, ցույց տալիս, որ Նժդեհի հետ այցելել է օրինակ եռաբլուր, նրա հետ զբոսնում է կամ նրան ուղեկցել է մանկական խաղահրապարակ, դե իսկ վերջերս էլ նրանք հանդես են եկել Գյումրու մասին համատեղ տեսահոլովակով, որտեղ Նժդեհը դհոլահարն է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ խոսելով կարիերան քավըր կատարումներով սկսելու մասին երգչուհին պատմել էր. 2016 թվականն էր, մտահաղացումը Նարեկինն էր, ինձ համար քավըրն էլ է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգն է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են։ Առաջինը Նարեկն էր երգ գրել, իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100,000 դրամ, այդքան ունեինք, ես ԱԼՄ-ում եմ եղել, ամեն տեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ, երգում եմ 4 տարեկանից, երբ արդեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դոռեմի Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ, իմիջիայլոց տարածվել են շատ տեսանյութեր, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ, կարմիր թշերով, բեխերով տարիներն են, առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5,000 դրամ, 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի, ասացին Տաթև ջան, ինչ գումար նախատեսենք, ասացի 5,000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար և այն տարիներին 5,000 դրամը արժեքել ուներ, գնացի, երգեցի, արդեն ժամը 9:30 էր, մամայիս էլ ասացի գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով, օրը վերջացավ, ասացի ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ ինձ ճանապարհեք, ասացին գնա Տաթև ջան, հարցրի բա գումարս, ասացին դե մի օր էլ մենք քեզ պետք կգանք, ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, գցված, խաբված, միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5,000 դրամը դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարց էր, ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ, բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5,000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել, բերքահավաքների էի գնում, լոլիկ էի հավաքում, մի դույլ էի բերում տուն։